մեքենայով անցնել եւ պատվերը վերցնել drive-thru տարբերակը։ Ոչ մենք, ոչ այլ ընկերություններ չենք օրինել դա Հայաստանում։ Թեմոնել տես լրիվ պարազիտացրեց Wildberries-ին։ Մարդը մտածի ապրանքի մասին, այդ ապրանքը հայտնվի դիմացը։ Մի օր դրոնով են բերելու մեր տուն։ Որ մի բան նենց չլինի ու վրա եմ ունած գալու։ Ինչքան շատ շարի մեջ ընկնեք, այդքան ավելի հետաքրքիր ինովացիոն մտքեր կցակեն։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասթն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, լսում եք բոլոր հասանելի ոդկասթային հարթակներում, մենք ամենտեղ կանք, չենք մոռանում լայքը, բաժանորդագրվելը, այսօր մեր հյուրն է Globing ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։ Դավիթ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Դավիթ ջան, ուզում ենք սկսել ամենասկանդալային թեմայից, որը ցնցում է առաքումների ոլորտը Հայաստանում։ Ի վերջո նոր բան եք առաջարկել հայ պատվիրողին, on-line գնում անողին, այդ մեքենայով անցնել եւ պատվերը վերցնել drive-thru տարբերակը, ուստեղ միանգամից ձեր եւ մրցակից ընկերության հետ, Onyx-ի հետ ոնց որ այնց թեթև on-line վիճաբանություն տեղացավ, ով է հորինել ու կուզենայինք այնց իրանց կարծիքը լսեցինք, ձերն էլ այս թեմայով լսել։ Նոր նայեցի ինտերնետում, ճիշտ ասած մոռացել էի։ Առաջին դա Միսուրիում է եղել 1947 թվին, սա ոչ մենք, ոչ այլ ընկերություններ չենք օրինել դա Հայաստանում։ Ցրողական պատասխան է, դա вообще չեն գտնում։ Չէ՞ մեղադրանք եղավ, որ իրանց know-how-ն դուք վերցրել եք ու ներկայացրել եք իբրև ձեր։ Ասում եմ, know-how-ն արդեն բավականին երկար ժամանակ է կա։ Вообще Հայաստանում այդ drive-thru-ի գաղափարը ես փորձում հիշեմ ուրիշ բնակավարներում կա, թե չէ, ես Կալիֆոռնիա բուրգեր կար մեր տան ոչմ ես, հա, հագին 10 տարի առաջ։ Վաղուց մեկը Վանից կան մի քանի ընկերություն։ ինչ որ այդպես մի հատ Կարասն ունի, Կարասն Լենինգրադանի վրա ունի, Զեյթունում չեմ հիշում ով ունի, բայց էլի ունեն, հենց էլի կան ընկերություններ, որ ունեն։ Շատ հետաքրքիր ձևով մեր ոլորտում շատ էական է, նրանք պատասխանեմ։ Առաջինը դե գործում է առանց մեքենայի իջնելու այդ փաթեթ ստանալու ծառայությունը։ Առաջինը մեր մոտ է գործել Globing-ում, բայց դա շատ մոտ էր ժամկետները իրար։ Ես չգիտեմ ինչքանով սա էական է, դա էական է։ Եթե էական է, կարամ պատմեմ։ Հասկանանք ինչի էլի այդ բանը տենց թյուրում բռնումը տեղի ունեցա, որտեվ դες ինչ ես մտածում, հա, որ նման բան կարծում ես, որ տենց մեծ ընկերությունների այնքան մրցակցություն։ Ես շա մի քանի տարի առաջ Յանարժա բան ասես տակը էլի։ Մենք հենց այդ հարցին շատ էականություն չենք տալիս։ Ես էլ չեմ տալիս անձամբ հաստատել, որ նա առաջինը կամ ոնց է միտք եղել։ Միտք եղել է Ամերիկայից, ես ինչպես շատերը գիտեն, ապրել եմ ԱՄՆ-ում 13 տարի մոտ առապես ու այդ ընթացքում շատ եմ օգտվել այդ ծառայությունից տարբեր ընկերությունների մոտ։ Սա միտքը հաստատ Հայաստանում չի ծնվել։ Վերջին մի քանի տարին մշակել ենք, նույնիսկ երբ քաղաքապետը Մարությաններ իր հետ եմ զրուցել, ոնց կարելի է դա կազմակերպել, որ Երևանի իշխանների օգնի, հարմար լինի։ Հենց մի քանի տարածքներ կար, որ բանակցել ենք, պլանավորել ենք, բայց մի քիչ չենք ուզում այդ քայլը անենք, որովհետև այդքան էլ պոպուլարություն շատ մեծ չենք ակնկալում։ Չէ, բայց գիտենք ինչ որ հարմարավետություն կլինի։ Պրոբկեքը գալիս են։ Հա, դե պլանավորում ենք եւս մի քանի հատ տենց հարմարավետ տեղերում դնենք։ Ու տենց եւս մի ծառայություն է, որ ինչ որ մի սեգմենտի հետաքրքիր կլինի, հավանաբար։ Երկար սպասում է։ Մենք արդեն 160-ից ավել տեղերում դոկերների ցանց ունենք մասնաճյուղեր, գրեթե բոլոր թաղամասերում, դրա համար արդեն ցանցը շատ մեծ է։ Բայց եւս կլինի մի ինչքան ժամանակագույցն ունեք։ Ես փորձում եի հիշեի ու տենց 10 տարուց հաստատ ավել ու ոնց է փոխվել այդ ընթացքում, այսինքն գաղափարը այն է, որ մարդը ինչ որ մի պիտույքի համար չգնա փնտրի ստեղ այնտեղ, այլ կարողանա պատվիրի ցանկացած աշխարհի տեղից ոնց ինչքան ժամանակը կա ու հիմա տարբերությունը ո՞րն է այն սկզբում ու հիմա բացի drive-thru-ից ինչն է փոխվել։ Drive-thru-ն ուղղակի դրա եւս մի գործիքներից մեկն է, հեսա կպատասխանեմ ձեր հարցին, որտեղ միշտ փորձել ենք մեր ներքին կարգախոսը եղել է, այսպես ասած, հաճախորդի համար ինչ ուզեք, հա, այսինքն ինչ հաճախորդը ուզել է, փորձել ենք որ ամեն ինչ ունենան։ Դա ներքին ոչ թե մեր official։
ու 15 թվի վերջին երբ որ բացվում էինք Հայաստան ու աշխարհի բոլոր երկրներում կան նմանատիպ լոգիստիկ ընկերություններ, որոնց միջոցով ընդհանուր առմամբ կարելի է պատվիրել, ստանալ։ Բայց ոչ միտեղ, գրեթե ոչ միտեղ այս ծառայությունը մասսայական չի։ Դες չի կարողացել այնքան հաճախորդ հավաքի, որ մասսայականության շեմը անցնի։ Դրա համար հենց սկիզբն էլ էր այդ հենց մարդկանց հարցում անելով, թե ինչի Հայաստանում on-line գնումները այդքան ոչ պոպուլար։ Կարելի է վստահաբար ասել, որ on-line գնումները Հայաստան բերվեցին եւ զարգացվեցին Գլոբինգի կողմից։ Որտեղից է այդ վստահությունը, հա, ու ինչի է վստահաբար կարելի հենց ասել։ Առաջինը շատերը հիշում են ոնց է եղել։ Ես մեկը հիշում եմ, մի հատ բան պատվիրում էի 2 ամսվա ընթացքում գրեթե չկար on-line գնումների ոլորտ, այսպես ասած, Հայաստանում գրեթե գոյություն չուներ։ 2015 թվին Հայաստանից դուրս cross-border on-line առևտուրը $10 միլիոն էր մոտավորապես։ Դրանից 5 տարի առաջ 5 միլիոն էր։ Այսինքն ընդամենը կրկնապատկվել էր այդ 5 տարում։ Եվ մեր բացվելուց 5 տարի հետո 20-ապատկվեց, որի պատվերների մեծամասնությունը արվում էր Գլոբինգի միջոցով, իսկ մնացածը արվում էր բոլոր ընկերությունների, ներառյալ պետական փոստային ընկերությունների եւ։ Այսինքն դրանից կարելի է վստահաբար ասել, իսկ ոնց դա ստացվեց, ոնց հաջողվեց, հա։ Էլի մեծամասամբ կարելի է ասել մտքերը մերը չէին։ Մտքերը մեր հիմիկվա հաճախորդներինն էին։ Ում միջև բացվելը հարցում էին կանում, թե ինչի կարիք կա, ինչի չեք օգտվում կամ ինչն է պատճառը, որ համարում եք չեք էլ օգտվի։ Ու հավաքվեցին խմբեր այդ հարցերի ու սարքվեցին իրancs համար պատասխաններ։ Օրինակ, հիշում եմ շատ պոպուլար պատասխան կար, որ մի բան նենց չլինի ում վրա է մունատ գալու։ Դրեցինք մունատ այդ մի կետի անունը, ասենք մեր ուրեմն կունենաք սերվիս կենտրոն հնարավորինս ձեզ մոտիկ, այնտեղ նստած կլինի մարդ, մեր ներկայացուցիչը, երբեմն մեր ղեկավար թիմը, երբեմն ես հերթով, որ լսենք ինչն է անհանգստացնող կետերը ու կարողանանք լուծենք։ Հա, ես հիշում եմ մի հատ էլ մեծ անհանգստացնող կետ, որը իդեպ իմոց sense էվոլյուցիա է ապրել, բայց ինձ թվում է դա շատերի մոտ է։ Քո կրեդիտ քարտի տվյալները on-line որևէտեղ օգտագործելը ու հենց ամենասկզբի շրջանում ես eBay-ի բանի շուտենց գնումների համար մի հատ առանձին քարտ էի պահում, որի վրա հենց այդքան գումար կար, այսինքն որ գողանային էլ որն առանձնապես բան չկար, էլի։ Հետո դուք ոնց որ քիչ-քիչ այդ վստահությունը եղավ, դուք էլ բան կազմը, հիշում եք, կարծեմ հենց այդտեղ եք այդ ծանոթացել ենք բանը շոփինգի ֆեստիվալ էր, ինչ էր, որտեղ սովորացնում էիք, որտեղ մարդիկ չգիտեին ոնց է տանել, հա։ Այս բոլոր կետերը, որոնք մարդիկ նշեցին, սկսեցինք դրանց պատասխանները ման գալ։ Օրինակ քարտս ոնց տամ անհանգստանում եմ։ Եղա, ուրեմն մենք բացենք մեր այդ գնիրին փոխարեն ծառայությունը կամ ամենասկզբում նաև ուրիշ ծառայություն կար, որը սկզբից պոպուլար էր մարդկանց սովորացնելու, հետո հանեցինք Հայաստանում։ Հետո երբ որ մարդը գալիս էր, ասում էր ուզում ես ապրանքից, որտեղից ուզում եք առեք, բերեք, տվեք, հետո այս գումարը կվճարեմ։ Ու գումար ձեզ կտամ քեշ օրինակ։ Այդ քեշի անհանգստությունն է, մյուսը թանկման պատվիրեմ, բա որ չգա։ Դրա համար սերվիս կենտրոնը սիրուն նախագծով Մաշտոցի փողոցի վրա, որ այդ վստահության հարցը լուծի։ Ժամանակը, թանկությունը, ասում եմ պատվիրում եմ, միտեղից գալիս է 2 ամսից արդեն ակտուալ չի։ Կամ գալիս է շատ թանկ է։ Մեր այս լոգիստիկ էֆեկտիվ ծառայությունը թույլ տվեց դա անել արագ ու շատ ավելի մատչելի, քան թե անում են այդ խոշոր միջազգային ընկերությունները։ Այդ շոփինգ ֆեստիվալը հազարավոր մարդիկ գալիս են, նստած իրանց դիմաց 20-25 հոգի տարբեր սեղանների մոտ, հատված սովորացնում, անցնում էինք, օգնում էինք ամեն կետի համար լուծումը։ Իսկ բոլոր կետերին կարողանալով ինչ ուզեցին հաճախորդները պատասխանելով, ստացվեց, որ այս ոլորտը դառավ այդքան պոպուլար Հայաստանում։ Եկել է դեկտեմբերը, ինչը նշանակում է, որ սկսվում է շոփինգի ամենահավես ժամանակաշրջանը։ Իսկ ամանորին ընթരാճ ձեր ամենահավես գնումները կարող եք կատարել մեր սիրելի գործընկեր Zigzag-ից։ Չէ՞ որ Zigzag-ում շատ մեծ տեսականու համար գործում են տոնական զեղչեր։ Ու տոնը կրկնապատկվում է, որովհետև եթե կատարեք 50,000 եւ ավելի դրամի գնումներ, ապա կարող եք մասնակցել զիլ շահումների եւ դառնալ 25 հաջողակներից մեկը։ Խաղարկվում են հնգական iPhone 17 Pro, iPad 11, MacBook, PlayStation 5 Slim եւ մանուշակագույն Dyson Airwrap վարսահարդարիչ։
Համեցեք զիգզագ, տոնական գներ, զիլ շահումներ։ Հավատդ գալիս է, բայց որ զիգզագը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես երեք էր որ եկա զիգզագ PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջիններ մնացել։ Մոտեցա որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լեկաստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու ես։ Լեկաստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Զիգզագի 31-ի կապակցությամբ մինչև դեկտեմբերի 31-ը կատարեք գնում զիգզագում եւ ստացեք հնարավորություն շահելու iPhone 17 Pro, MacBook M1, PlayStation 5 Slim, iPad 11 կամ Dyson վարսահարդարիչ։ Իսկ տեղական ռիթեյլերները ձեզնից չեն բողոքում, որովհետև այս կոշիկը ես կարայի առնեի Nike խանութից։ Ստացել ենք տենց Բայց զանգեր, թանկ է, ընդ ձեր մոտ շատ թանկ է։ դե անունները չտամ, բայց հայտնի ցանցային ընկերություններից sense ասեմ զանգեր ստացել էինք այն ժամանակ սպառնալիքներով։ Հա։ Չազդեց։ Մեր վրա շարունակեցինք ամեն ինչ լավ ավարտվեց ու մի հատ մեծ փոփոխություն եղավ, երբ որ ներդրեցինք այս ավտոմատացված սերվիս կենտրոնները ու սկանով փաթեթ ստանալու ընդհանրապես գաղափարը։ Ինչ փոխվեց։ Մինչև այդ փոստային ընկերությունը պարտավոր էր հաճախորդին իդենտիֆիկացներ իր անձնագրով, երկու հատ թուղթ տար ստորագրեր, մի 15 րոպե սպասացներ, գնար փաթեթը գտներ, sense մի հատ նորմալ process էր էլի այդ process-ը։ Բայց մեր մոտ քանի որ արդեն որ կար պետք էր 800 հոգի, 1000 հոգի սպասարկել, ու զգում էինք մարդկանց համար անհարմար։ Հետո գնալ մաքսատուն վճարել է, թե ինչ վճարել է։ Ու մաքսայինի հետ այդ ծրագիրը ինտեգրացրեցինք API լրիվ ավտոմատացրեցինք, ու այդ ամբողջ process-ը դարավ միջինում այն ժամանակ մել 19-20 վայրկյանանոց ծառայություն է։ Սերաուսս կամ փաթեթը վերցնում է գնում է։ Այդ ընթացքում բոլոր տվյալները սինխրոնիզացվում են, ամեն ինչ հաշվում է, թե մարդուն իմուցելու ինչ որ գումար, միջև գարներ նույնիսկ կարա կամ լինքով մուծի կամ տերմինալով։ Դա էլ էր մեծ փոփոխություն։ Հետո այդ լոքերների ցանցը որ մարդիկ ուզում էին ավելի մոտիկ ստանան, մեծը սարքեցինք։ Այսինքն բոլոր կետերին ինչ ուզեցին հաճախորդները, փորձեցինք պատասխանը տանք ու դրա հաշվին ունեցանք մի երկիր, որը աշխարհի ամենաշատ cross-border shopping անող երկրներից մեկն է աշխարհում։ Հայաստանը։ Նադուշու նասիլենի, հա, ու մենք դրան կարողացանք հասնենք 5 տարում, ոչ թե Ավստրալիայի կամ Քաթարի պես 20 տարում։ Շատ հետաքրքիր ճանապարհ էր։ Նույնիսկ կարծեմ Amazon-ը մի 20 անգամ պակաս պոպուլար էր, այսինքն որ ինչը որ վերցրել ենք promote անելու, դա promote արվել Հայաստանում, դա զարգացվել է ու շատ հետաքրքիր է ստացվել, որովհետև կարելի ասել շնորհքը մերը չէր, հաճախորդիններ։ Դա մենք ակտիվ ճկուն մարդիկ ենք, չէ՞, ընդհանուր մեր ժողովուրդը։ Առաջադեմն է տեխնոլոգիաները յուրացնող։ Շուտ նոր բաները յուրացնող, շուտ սովորող, շուտ նայող ինչ կա ավելի հետաքրքիր։ Հետո այդ սևուրփաթի գաղափարներ, որ սկսեցին գովազդել սևուրփաթ ու ստանում ենք բողոքներ։ Ինչա լինելու, ինչա տենց վատ, ինչի սև։ Ինչ որ կրոնական բան էլ կա, ասի սևուր։ Չենք հիշում կամ ֆիքսել այն ժամանակ որևէ տեղ կամ խանութ, որևէ հարթակ, որտեղ սևուրփաթ գաղափարը գովազդվեր կամ վաճառվեր Հայաստանում։ Հիմա արդեն բավականին պոպուլար բան է։ Շատ։ Մոլերն էլ են անում, խանութներն էլ են անում։ Հետաքրքիրն է, որ երբ որ սևուրփաթի շրջանը գալիս է, այդ ժամանակ մարդկանց մեծամասնությունը էլի ընտրում են այդ Ամերիկայից, Եվրոպայից գնումները անել, զգալի մեծամասնություն էլի գլոբինգի միջոցով։ Ինչի, որովհետև այդ փուլում մարդիկ էլ ավելի են կարևորում այն սկզբի կետերը, որ ասացի։ Վստահություն,
հուսալիություն, որ ժամանակին կհասնի եւ այլն, էլի։ Հեսա գալիս է ինչ ես պլանավորում։ Ես փորձում եմ հիշել ամենամեծ բանը, որ պատվիրել եմ, ու փորձենք համեմատել։ Հետաքրքիր էլի ինչեր կարելի է պատվիրել, դահուկներ են պատվիրել, դե դահուկը ինքն իրեն շատ երկար բան է, ու հետաքրքիր ոնց կհասնի, իրանք տենց ինձանից ավելի բոյով 2 մետր ինչքան տես դահուկներ էին։ Իրանք տենց հասան։ Okay, հասան, էլի այդ բաներով ճիշտ տենց բաների մեջ չէր տեղավորվել, կողքից բերեցին, բայց այդ տիպի բաներ մեծ չափերի բաներ պատվիրելու հետ կապված խնդիրներ կան կամ որն է ձեր հիշողության մեջ ամենամեծ խոշոր բանը, որը պատվիրել են։ Խալաջելնիկ կարանք պատվիրենք։ Ոնց է այդ մեքենան կոչվում։ Ինչի մեքենա։ Մավան թաղման ծառայությունների Կատաֆալկ, հայերեն չկարողացա հիշեմ։ Կատաֆալկ են պատվիրել։ Իմ հիշած ամենամեծ բանն է դա, բայց կարող սխալ եմ հիշում։ Իսկ կիլոյով է։ դահուկի կրեց։ Չեմ հիշում ճիշտ ասած։ Որտեղ կիլոյով մի քիչ տանկ կլինի։ Այն ժամանակ էլի այդ շրջանակներում մարդը ասաց դրա կարիքն ունեմ, կարակ ասենք ինչ ուզեք։ Մասնի ժողովուրդը չի գիտեի որ դրա մեջ։ Իսկ նա սյուր բաներ եղել է, ընդհանրապես որ տոս զարմանակ էլի որ օքեյ, այս են բաները։ Մեկ այդ մեկը բավականին զարմանալ է։ Անվիճելի։ Շատ է եղել է։ Ամեն ինչ գոյություն ունի աշխարհում պատվիրել են կամ առնվազն փորձել են։ Իսկ կա ստատիստիկա հայերը ինչն են շատ պատվիրում բլոգինգի միջոցով։ Դե առաջինը հագուստ կոշիկ, էլեկտրոնիկա, խաղալիք, R&D մենք Հայաստան նաև դրանով է հետարքիր որ մենք ունենք շատ ստարտափեր, որոնք այդ research development-ով են զբաղվում։ Մի հատ կա, որ ջրվեժի կողմնա սարքվում հիմա կամ սարքվել տեխնոլոգիա կենտրոն։ Եթե չեմ սխալվում, այդ կենտրոնի տնօրենն էր մի անգամ հրավիրեցի տեխնոլոգիաների նախարարությունը, ասացին գլոբինգի գոյություններ, որ մեզ թույլ տվեց Հայաստանը ընտրել, որտեղ այդ research and development-ի համար մեզ շատ փոքր մասեր են պետք լինում ու անընդհատ կամ ինժեներական քաղաքն պետք է ոնց որ Հայաստան միջև փակ լիներ այդ իմաստով։ Մեզ հիմա բոլոր դժվար է չէ հիշել, գրեթե անհնար է հիշել միջև այդ ինչեր լինում, երբ որ մարդ մի հոբի էր ունենում կամ մի կոնկրետ բան էր ուզում։ Հա, ու ես այդ մարդկանցից եմ շատ անհնար էր կամ պետք է սպաս, օրինակ Amazon-ը որ նշեցիր, ինքը պրակտիկորեն չկար, որտեղ ինքը Հայաստան փոստով չէր ուղարկում պրինցիպի։ Մեքենաները մարդիկ ընտրում էին դեսա, որովհետև սրա մասը հեշտ է ճարել սրանից կայ։ Ուրիշ աշխարհում էին կապել eBay-ում այն merchant-ին, ով որ ուղարկում էր international, որը էլի բոլորը չէին, ու տենց պատվիրում էր 2 ամիս սպասում էր, ես օրինակ CD-ներ էի հավաքում այն ժամանակ։ Որտեղ իրենք երկար գալիս էին, կամ ասենք շատ բան փոխվեց, երեխա այդ կնոջ հետ գնում ենք արտասահման, մի հատ խաղալիք էինք տեսնում, որը ոնց որ միտեղ շատ տխուր էր լինում, որ ասում ես լավ, իմ երեխան սա չէր կարա, հա, ունենար կամ այն ժամանակ չուներ, ու հիմա արդեն եթե մեծ բան լինի, կարող է տեղում մտնենք, առնենք, պատվիրենք գլոբինգի հասցեով ու շարունակենք։ Ու գրեթե որ երկրում էլ լինես, այդ հնարավորությունը արդեն կա։ Ինչ տեսնում ես խանութում դրա մյուս մոդելը գտնում ես on-line կամ տեղում պատվիրում ես, վերում են։ Այդ պատկերացում ամենասկզբում ինչքան դժվար կլիներ այդ հարկային մաքսային բերել ինչ որ միտեղ ռաստամոշկա այդ բաները հարթված են հիմա ինչ որ տենց ստաբիլ եղանակ կա որ գիտենք որ հասավ ստեղ ռաստամոշկան ալնոն բան այդ խնդիրներին ոնց որ անցել ենք ավարտել ենք այդ դպրոցը խնդիրների դե այդ ոնց է կոչվում այդ first comer effect-ը թե ոնց է կոչվում այդ առաջի կտորը բավականին բարդ էր որովհետև ես շնորհ որ իրավաբաններն ու աշապաները որ նայում էին բիզնես մոդելը բացատրում էին ինչ էին կանելու ասենց երբեմն ասում էին suicider կամ քեզ անպայման դինաստասն կամ բանես ինչ է քնարել բայց այդքանի ճանապարհը բա մարդիկ ոնց գնան բա օգուտ կտա բա մյուս խանութներին մեծ բա եթե նույն բանը կան առնեն մարդը կարողանա իր համար առնի արդեն ընտրի Էլ կգնա այդ խանութից պատվիրի, բա գիտես այս խանութից է բականատերով օրինակի համար էլի, այսինքն շատ բաներ դժվարություններ անցան, գոյություն չունեցող հələ կարգավորումներ ու այս մասով դի անպայման ասեմ, որ մաքսայինը այն ինչ որ այն ժամանակ լսել էինք դրսից ու երբ որ սկսեցինք աշխատել, որ շատ ավելի supportive էր, քան թե մենք մտածում էինք։ Այս բոլոր ծրագրերի հիմա էլ զարգացումը, ասում այդ շիրխոդով մի հատ սկանանել հեռախոսով անցնելը դա ուղղակի մաքսայինի ցանկություններն է, որ դա իրականացավ։
Որ երկրներից ավելի շատ պատվեր գալիս ու որն ավելի պրոբլեմատիկ, ասենք Ամերիկա, Չինաստան, չգիտեմ, Ռուսաստան։ Ընդհանուր գլոբինգով ավելի շատ պատվիրում են Եվրոպա, Ամերիկա։ Այսինքն ավելի որակյալ, ավելի հուսալիություն պահանջող, հա, ավելի նմանատիպ գնումները արվում են գլոբինգով։ Իսկ ընդհանուր Հայաստանի համար հիմա կարելի ասել գերակշռում է Չինաստանը ու Temu Wildberries եւ արդեն գլոբինգի միջոցով են հիմնական խաղացողները, որ գիտեք աշխարհում, էլի։ Այսինքն գլոբինգի միջոցով պատվիրվում է օրինակի համար Amazon, Apple եւ այլն, ավելի մեծամասամբ։ Այլ ընկերություն կա, որը ավելի մասնագիտացած է Temu-ի առաքումներում օրինակ, կա Wildberries-ը, ինչպես գիտեք։ Այդ վախը կար, որ Wildberries-ը մտավ ու տենց խոշոր մտավ ու ինքը կարող է տենց ահագին խնդրեմ ստեղծել, այսինքն անհամատեղելիություն լիներ։ Շուկայի որ մասը իր վրա վերցրեց այդ Wildberries-ը, հետո էլ նաև Temu-ն էլ տենց լավ պարազիտացրեց Wildberries-ին, էլի։ Հիմա որ կա համ այն, որ սեգմենտները ոնց է բաժանված հիմա շուկան, տենց ավելի մեծ, ավելի լուրջ ապրանքներ Amazon-ից բան գլոբինգով է, իսկ որոնք են, որ ասենք ստեղից ընդեղ գնացին։ Այդ մրցակցության հարցի սկզբից պատասխանեմ, այդ մեզ ընդհանուր առմամբ ուրախացնում է։ Եվ ուրախացնում է որպես հեսա ասեմ, եւ որպես Հայաստանում ապրող հայ է ուրախացնում, որ այսքան ավելի շատ ընտրություն կա։ Բաց է, ուղղակի ձեր շունչդ ազատ լինի, թեկուզ որպես ուղղակի ստեղ գտնվող ապրող մարդ։ Երկրորդը որպես ոլորտի մասնագետ արդեն այս ընդհանուր առմամբ մարդկանց թույլ է տալիս պահանջները հստակ կարողանալ ձևակերպել, թե որ ոլորտից ինչ են ուզում։ Wildberries-ից մարդը ուզում է հաճախ, ինչքան որ ես տիրապետում եմ, հա, կարամ սխալվեմ, բայց Wildberries-ից հաճախ ուզում է որ լինի մատչելի, լինի վերադարձի հնարավորություն եւ լինի համեմատաբար շուտ։ Temu-ից ուզում է հիմնականում ցածր արժեք։ Globing-ից հիմնականում ուզում է որակ։ Իսկ թե առաքման որակ հուսալիություն, թե այն ապրանքը, որ ինքը պատրաստում է պատվիրի։ Դες հիմնական սեգմենտներով եթե ասեմ, սենց է։ Ու մեզ սա չի տխրացնում, որովհետեւ մեր պատվերների քանակը ընդհանուր առմամբ այս բոլոր խոշոր ընկերությունների մուտքով շուկա երբեք չէին գել։ Բացի դրանից զուտ վարկագծային ինձ թվում է այն վերջի սեգմենտը, որ մնացել էր, որ դեռ on-line գնումներին սկեպտիկ էր նայում, ինքը այդ download արեց, սկսեց օգտագործել ու արդեն ինքը ավելի բաց է ձեր միջոցով էլ ավելի հեռու տեղից պատվիր, այսինքն վարկագծային շատ թույն է, էլի։ Իսկ հիմա այդ սեվուր փաթից որ խոսացիք, սեվուր փաթը ես հիշում եմ մի տարի կար, որ ինչ որ տես մի հատ մեծ պիկ էր ձեր մոտ, նույնիսկ դրա մասին ինչ-որ հաղորդման մեջ էլ եմ ակնարկել, այդ ամեն տարի կրկնվում է թե չէ ու որքանով իրական է սևուր փաթը, որովհետև ինքը ոնց որ դառավ, որ մարդիկ արդեն հիշում են, որ Amazon-ից այդ խոշոր տեխնիկա բան պետք է առնես, թողես այդ օրվա, բայց այն մեկ-մեկ հիմա մտնում ես արդյոք իջացրել են այդքան իրան գները, ոնց որ այդ մասը մի սկսում է կորել։ Այս վերջի տարիներում։ Առաջինը այդ հարցին պատասխանեմ, հետո մյուսներին շատ լավ զեղչեր լինում են, բայց պետք է կարողանալ իրանց գտնել։ Այսինքն պետք է իրոք ուշադիր լինել այդ օրերին ու իրոք լինում են դեպքեր, երբ որ 90% զեղչված ապրանքներ են լինում։ Բայց ոնց որ ամեն ինչ աշխարհում ստեղ էլ կան երևույթներ, երբ որ խանութորինակ նախապես կարագինը բարձրացնի, հետո իջացնի կամ 20% զեղչը ներկայացնի։ Ինտերիտներ անեն Amazon-ում։ Պետք է զբաղվել։ Մեկ էլ ինքը limited շատ stock, այսինքն կարող օրինակ $200 PlayStation լինի, բայց կարող է 50 հատ է։ Դեն վիդեոները տեսլեք, չէ՞, խանութը բացվում է ու 500 հոգի վազում են այդ 50 հատ հեռուստացույց վերցնեն, որովհետև 70% զեղչ է։ Այդպես բաներ լինում են։ Դե հիմնական մոտիվատորը մենք պետքա հասկանանք, որ դա զեղչից հետո հիմնական մոտիվատորը է դա, որ նախատոնական շրջանն է, ու մարդիկ պատրաստվում են այդ հիմնական տոնական գնումները, նվերները եւ այլն պատվիրեն գլոբինգով։ Դրա համար միշտ էլ այդ մեծ սկաչոկը լինում է այդ շրջանին։
Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Ես մի հատ խնդալու դեպք պատմեմ, որ դու չգիտես։ Ուրեմն կա վասկի կոշիկների հոկա խանութ, որ տես վազորդների մեջ է, էլի, տես շատ հարկի, ու մի օր մտնում եմ, որ իրենց կայքից ինձ կոշիկ առնեմ, ու որպես կանոն ես sense խայսացնեմ, նայում եմ գրում ես այդ անունը ու պրոմո կոդ, ու լիքը պրոմո կոդեր է բերում։ Ու այդ պահին բերում է 70% զեղչի պրոմո կոդ։ Ես sense չհավատալով գցում եմ կորզինայի մեջ, պրոմո կոդը հավում, բրոդի զեղչուց, Շուտս վճարեցի, լինելով բարի մարդ, էդի գցում եմ մեր վազորդների Telegram-ի մեջ, մեր ընդհանուր խմբի մեջ, ու սաղ փորձում են, սաղի մոտ աշխատում է։ Այդ օրը այդ կայքը առաջի անգամ Հայաստան 70 պատվեր է ուղարկում։ Ու սաղը ստանում ենք, նորմալ գալիս է, ասես կոպեկներով էլի բառացիորեն։ Հետո դրանից հետո բայց մեզ մեյլ ուղարկեցին, ասեցին, այդ կոդը մեր սպորտսմենների համար էր, էդի բան բոլորի համար չէր այդ կոդը։ Մենք այտենց հա շատ ցավում ենք այդ առումով, բայց դե արդեն առել փրծել ենք, հա, կոդը հանեցին, բայց sense մի հատ sense իրաց մասը պիկ եղավ էլի Հայաստանից։ Զուտ որպես լավ հնարավորություն։ Սևուրփաթը ագին քան որ ծանրաբեռնված շրջան է, այստեղ արդեն շատ կարևորում են մարդիկ, թե ոնց են այդ բոլոր process-ները կազմակերպած, եւ զեղչերի, եւ պրոմո կոդերի, եւ հասցնել գնելու այդ ամեն ինչը։ Ու դա դառավ մեր ոնց որ մասնագիտացման ուղղությունն է, էլի։ Ոնց անենք, որ Սևուրփաթը մեր մոտ լավ անցնի, եթե Սևուրփաթը լավ անցնում, նշանակում է արդեն ամբողջ տարին ընկերությունը ցած մեծ զապասով կարա որակը ապահովի։ Դրա համար անցյալ տարի այդ Գերմանիայից պատվիրեցինք աշխարհում ամենա զարգացածը համարվող հոսքագիծ, որ Ամերիկայի պայեստում տեղադրած է, ու արդեն վայրկյանների ընթացքում է տեղի ունենում այդ պայեստի process-ները։ Ես պատկերացրեք, պայեստի մի դռնից մտնում է մի քանի բեռնատար ապրանք ու վերամշակած տեսնում ես մյուս դռան մոտ բեռնատարները կանգնած բարձում են։ Այդ ծուղակեր գնում ես պայես նայում ես, ոնց որ երաժշտություն լինի, այդ սիրուն է կազմակերպված այդ process-ը։ Իսկ ստեղ ագին շատ լավ մասնագիտացել ենք։ Այդ օրերին ենթադրում եմ, որ երկու հիմնական տես պիկային շրջան այլնում Սևուրփաթը, մեկ էլ երևի նոր տարին ենթադրում եմ, այդ պիկերի ժամանակ ինչ տես խնդրեմ չի լինում, տես միանգամից տես սաղ տարի ինչ որ մեկը սպասել է, մեկ էլ հոպ թռան Սևուրփաթի օրվան կամ նոր տարուց առաջ այդ թեթելը արդեն եղավ, ինչ որ ձեով հարթվեց ու արդեն դրա մեխանիզմներ ունեք։ Այ հենց այդ է ասում, որ բոլոր կանխատեսումները անում ենք Սևուրփաթի շրջանի համար եւ մենք առօրյա տարվա մեջ մեր համար Սևուրփաթը արդեն դարձել է ոչ թե զեղչերի շրջան միայն, այլ են այդ հուսալիության, այդ զապաս պրոչնեսի կառուցելու համար արտադրական process-ների մեջ։ Տեսնում մեր պայեսները, մեր մարտիկ, մեր այդ հոսքագծերը ամեն ինչ նախատեսած է Սևուրփաթին մի քիչ էլ զապասով։ Դրա համար process-ները անցնում են շատ լավ։ Այդ է որ ասած ուղղակի ինձ դժվար է նկարագրել, բայց որ պայեստում կանգնած նայում ես, տեսնում ես այդ հոսքագիծը, այդ 80 հոգի մարդը, բոլորը զուգահեռ շարժումներ են անում, այդպես ոչ մի մանգալ, ոչ մի գետնի գցած մի բան։ Իրական ոնց որ սիմֆոնիկ համերգի լինես, շատ սիրուն է կազմակերպված։ Անցյալ տարի հաշվել ենք, կարծեմ միջին զանգը սպասարկվել էր, թվերը հիմա չեմ հիշում, բայց այնտեղ 30,000 զանգից միջին զանգը սպասարկվել էր, կարծեմ 9 վայրկյանում թե 10 վայրկյանում, միջին փաթեթը պայեստում անցկացրել էր 2 ժամ, սա ուղղակի աննկարագրելի տվյալներ է, էլի։ Շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունենք ու երբ որ Հայաստանում փոխվեց այս մշակույթը on-line գնումների, հա, երբ կարողացանք մենք հաճախորդների հետ որ միասին փոխենք այդ,
մտածինք լավ կարող է հայենք ստեղ ստացվել է, հայենք այսքան ստեղ ենք ապրում, մեծ թիմ ունենք 300-ից ավել մենակ Հայաստանում, ընդհանուր 600-ից ձգտող թիմ է, էլի։ Մտածինք կարող է ծանոթներով է, բան դրա համար է այդքան ակտիվ Հայաստան ու Ղազախստանում փորձեցինք ու նույն հաջողությանը ասանք Ղազախստանում։ Հա, ճիշտ է, նաև Ղազախստանում էլ հիմա մեր ոլորտում բացարձակ առաջատար ենք։ Հիմա էլ որ իսկ իրան գիտեն Եվ Ուզբեկիստանում։ այդ գլոբինգ որ ասում են։ Բայց ամասնու գիտի, տենց Ուզում եմ իմանալ, էլի։ Հա, Ղազախստանում էլ արդեն գլոբինգը ամենասիրված ընդհանուր բրենդերի մեջ ամենասիրված բրենդերից մեկն է։ Իսկ մեր ոլորտում միանշանակ առաջինը եւ հետո Ուզբեկիստանը փորձեցինք։ Ամեն ինչ նույնն է։ Ամեն ինչ նույնն է։ Թիմի երեխեքը նույնն են, հաճախ փոխվում են տեղերով եւ այլն։ Եվ Ուզբեկիստանում փորձեցինք էլի նույն հաջողությունը։ Այսինքն ստեղ այդ հատվածը հաճախորդին տալու ինչ ուզում է, հա, ինչ որ չափով ավարտելուց հետո ստեղ շարունակեցինք զարգացնել ու նույն բանը շարունակեցինք տարածել Միջին Ասիայում ու շատ լավ տարածվում է։ Էլի տեղեր կան, որ մտածում եք մտնել, թե կոմերցիոն գաղտնիք է դա։ Այս բանը կոմերցիոն գաղտնիք է, բայց պատրաստում ենք աշխարհում մեր ոլորտում լինել միանշանակ առաջինը եւ ամենազարգացածը։ Իսկ այդ որ այդ պսիխոլոգիչի բարերը, որ մարդը չի ուզում քարտով առնի, չէ՞։ Պատկերացրեք, որ ամենամեծ ցանցը շինանյութի, որ Home Depot-ն է աշխարհում։ Երբ որ իրանց ստատիստիկան, երբ որ մարդը գնում է կատարում on-line ու պիտի գա վերցնի ապրանքը, 40%-ը դեռ նախընտրում է վերցնելու պահին վճարի։ Նույնիսկ Ամերիկայում։ Այդքան ապահովությունից, այդքան օրենքներից, այդքան փորձից հետո 30 տարի այս ոլորտը զարգանում է։ Մեկը մարդը նախընտրում է քարտը տա մարդուն, ոչ թե տան նստած իր համակարգչին։ Ու այդ հարցի լուծումն էլ էր մեկ, որ ուսումնասիրեցինք, հասկացանք խորը մարդիկ ինչ են ուզում, դրա լուծումն էլ տրվեց այդ սերվիս կենտրոնով գնիրին փոխարինով, եթե պետքա զանգով, եթե պետքա գալով նստելով սովորացնելով, օգնելով առանձին հաշիվ բացելով, կանխիկը մուտք անելով, այսինքն ամեն ինչ, հենց կենտրոնացած այսքան ժամանակ 10 տարի կենտրոնացած փորձել ենք հասկանանք հաճախորդը ինչա ուզում ու ինչ ուզի կարողանանք տրամադրենք։ Քանի որ խոսացինք սկզբում ինչ թռիչքներ ունեցավ, հա, տենց on-line shopping-ը 5 միլիոններ դարավ, հետո 10 եւ այն հետաքրքիր է вообще հայերը ինչքանի են shopping անում։ 200 միանգամից։ Այդ մոտավորապես դա է ուզում դրան ուզում գա։ Հիմա ինչ տիպի առևտուր են հայերը անում, տենց տարվա կտրվածքով վերցնենք։ Տենց դրսից ինչքանի ենք առնում։ Հատով շատ կոպիտ փորձ եմ ասեմ, հա, շատ կոպիտ։ Մոտավորապես 10 միլիոն հատ գնման կարգի տարեկան։ Մարտա 3 բան միջում է։ Հա, եթե համարենք որ բոլորը եւ նորածին երեխաները եւ ծերերը գնում են կատարում է։ Ինչ նոր ինովացիա եք մտածում, որովհետեւ ես հիշում եմ ամենասկզբում որ բացվել էր, ելի sense ոնց որ ռոբոտի հետ գործ ունենայր, հա, որ sense բացվում էր, հո բարև նարեկ բան sense շուտ գրվում էր, ինչ ճանաչում էր։ Միշտ այնց ինովացիոն ինչ-որ բան է, drive-thru-ն էլ դրան ավելացավ, մյուսը, ինչ է, ես սպասում եմ մի օր դրոնով են բերելու մեր տուն։ Կարող լինի, տեսնենք, այդ ավելի շատ կենտրոնացած ենք process-ների որակի վրա։ Այսինքն հաճախորդ ստանա մի ժամ շուտ որևէ սխալ բանի վնասվելու, կորելու որևէ հավանականություն լինի եւս 0.1%-ով պակաս։ Ծառայությունը հասանելի լինի ել ավելի շատ տեղեր աշխարհում։ Գլխամասը Հայաստանում է, հիմնական կառավարման process-ները կառավարվում են Հայաստանից։ Դա էլ է մեր համար ինչ որտեղ հիմնական նպատակներից էր, որ երբ թե հիմնական նպատակը որ կարամ ասեմ, in a way ձևակերպեմ անձնական հիմնական նպատակը, դա փորձել թիմով ստեղծել մի բրենդ, որով հայ ազգը կպարտանա։ Այդ համար հարցնում եմ, ղազախները գիտեն եւ ուզբեկները, որ դի հայկական է։ Դե, հա, շատերը գիտեն, բայց ավելի շատ ուրիշ մասշտաբի մասն է խոսքը։ Ավելի 200 միլիոն բնակչությամբ երկրների մասին
եւ այլն այդ տարածումը։ Ինովացիաները մշտական են, biz մշտական անում ենք։ Հիմա այդ drive-thru-ներ շատ հարմար բան է ինչ որ սեգմենտի համար մարդկանց, առանց մեքենայից իջնելու մարդը դնում է 20 վայրկյանում փաթեթն են տալիս, մի հատ էլ սուրճ են հյուրասիրում։ Ուրեմն ճանապարհից շատ քիչ ես շեղվում էլի։ Քանի որ հիմնականում ճիշտ է Wildberries-ն է, որ ուզում են գան, ստուգեն, հետո կարող է հետ ուղարկեն։ Вообще ինչ որ չեմ պատկերացնում այդ ինչ պետքա գա Amazon-ից կամ տենց այդ տիպի տեղից, որ վնասված լինի, բայց եթե ինչ որ գալիս է ու նիտո է, ինչ որ բան այն չի, ոնց է դրա պրոցեդուրան, ինչ որ բան, ասենք դահուկը սպատվիրեի ու ասենք մեկը Երկուսը ձախ լինեն։ հա, ինչ որ որն է դրա պրոցեդուրան։ Իմ մոտ չի եղել որ ինչ որ դեֆեկտով բան գա, դրա համար մարդ կարող է ինչ որ մեկի մոտ եղել է, որն է դրանից հետո քայլերը։ Երկու հիմնական սեգմենտի բաժանենք, հա։ Մատչելին, այսինքն էժան տեղից էժան ապրանքներ, հնարավորինս, եւ որակյալը։ Մեր դեպքում այդ return-ի վերադարձի ցանկությունը այդքան մեծ չի մեր հաճախորդների մոտ, որովհետեւ այն որակյալ կոշիկը, որը օրինակ Հայաստանում արժի $300, մարդը դրսից պատվիրում է գալով իր վրա նստում է $150, առաքումով կոշիկի գնում։ Մենք ունենք այդ ծառայությունը, կարա վերադարձնի, բայց հիմնականում չեն վերադարձնում մարդիկ, որովհետեւ մտածում են որպես հաճախորդ։ մի ռազմեր, հա, բայց բոլորս իսպանն ենք sense պատմություն։ Եղա մի համար սխալվեցի, բայց կեսգինն է վրաս նստել, չէ՞։ Այս մի համար սխալվածը նվիրում եմ մի ընկերոջս, ով որ մի համարով տարվում է, պատվիրում նույնիսկ մի համար մեծ, ու այսօր էլ գիտեմ դա որն է։ Որակական խնդիրներ հիմնականում չեն լինում այն ուղղություններից, որոնց պատվիրում են գլոբինգի միջոցով։ Հա, դրա համար այդ մասը քիչ հայտնի է, էլի։ շատ խնդալու է։ Բերձն իր առավելությունն ունի, թեմն էլ իր առավելությունն ունի։ Հաճախորդներ կան, ովքեր չեմ տան այգու ապրանքները գետնի գորգ էժան ենթադրենք պատվիրում են թեմուից, բայց կոշիկի հիմնական պատվիրում են օրինակ գլոբինգով։ Որտեղ ծնկները մեղք են։ Իմ այդ խնդալու դեպք եղավ, օգտվել եմ շատ նորմալ կայքից։ Եկավ, հասա, հանում եմ ինքնա։ Վասկի էլի կոշիկ էր, ինչ-որ հերթական։ Հակա, ինչ-որ դժվար մտավ։ Հակել եմ, շատ է էլի սխվում, նես մի քիչ չի փոքր, շատ է։ Հանում եմ, նայում եմ, ախպեր, չէ, ռազմերը նույնն է։ Տուփի վրա եմ, ասում եմ, կարող է տուփն են խառնել։ Բան, նայում եմ, չէ, սաղ ինքն է, բայց չի լինում։ Բացում եմ բանը, նայում եմ, այդ ռազմերն են պատվիրել, հա, այդ ռազմերն են պատվիրել։ Հուզուց չեմ հասկանում ինչա կատարում։ Խիասս նեղ սխմում, կանացի էր։ Նույն բանի կանացին է պատվիրել։ Ու դե հա, տենց հետ ուղարկեցի, եկավ էլի, նորմալ։ Դա լինի, հա։ Դա մեր սեգմենտում դա հիմնական W էր, էլի, որը չէի նկատել։ Մենք նկատել ենք, որ մարդիկ հիմնական ուղղակի մեր դեպքում ուզում են իմանան, որ դա հնարավոր է։ Հա։ Բայց եթե գալիս է շատ կոպիտ թվերով ասեմ, հա, եթե ամիսը ներս գալիս է կամ շաբաթը ասեմ, լավ 20-25 հազար փաթեթ, то հետա գնում ենթարենք 300 փաթեթ։ Okay. Ինչին է այդ անհրաժեշտությունը։ Ինձ մեկ էլ հետաքրքիր է, ոնց է դինամիկան, ասենք վերջի 3 տարվա ավելի շատ են, ինչքանով են ավելի շատ, եթե ավելի շատ են հայերը պատվիրում դրսից, թե ինքը տենց ինչ եկել է ստաբիլ տեղի ու տենց շարունակվում է։ Ավելի շատ։ Շատանում է գնալով։ Ամեն տարի շատանում է։ Ամեն տարի, հա։ Ամեն տարի շատանում է, էլի ամենապոպուլար շրջանը մնում է այդ Black Friday-ի զեղչերով նոր տարվա գնումները, այսինքն ինքը ոչ թե երկու սպլես կա Black Friday-ի հետո նոր տարի։ Հենց Black Friday-ի օրվանից, նախորդ օրվանից սկսում է մեծ գնումների քանակը ու հասնում է մինչև նոր տարու հենց ինչ որ նոր տարում կհասնի։ Այստեղ հետարքիր տարբերություն ասեմ, զեղչերը նույն ԱՄՆ-ի, նույն օրն են, ամեն ինչն են, Ղազախստանում սկսում է մի շաբաթ առաջ։ Այսինքն մարդիկ Ղազախստանում սկսում են նույն գնումները անել նոր տարը մի շաբաթ շուտ եւ ավարտում են մի շաբաթ ավելի շուտ։ Քան թե Հայաստանում, բայց արտաքին ոչ մի ֆակտոր դրա վրա չի ազդում։ Բեռնափոխադրումը նույն ժամանակն է տևում, զեղչերը նույն ամերիկյան զեղչերն են։ Լավ են պլանավորում մեզնից ոչ թե վերջի վարքյան են թողում։ Բացի այդ հայտնի երկուսից, կա ինչ-որ դες մի հատ լայֆ հակային սեզոն, որի մասին մենք չգիտենք, բայց ենթադրենք, չգիտեմ, ապրիլի սկիզբ եւս գները ինչ որտեղ ընկնում են։ Պարբերաբար լինում են, մենք իրենց մասին պարբերաբար հայտարարում ենք, դրանք սովորաբար տոն օրերին են լինում։
այսինքն որևէ տոնի, որևէ երևույթի հետ կապված Կոլումբոսի օր, հա, Father's Day կամ ինչ որ մի July 4 Իսկ այդ ինչու զեսը ինքը դες լսել եմ որ կամ առանձին գործիք է կամ ուղղակի փիլիսոփայություն է թե ինչ որ առանձին ենթաշերտ է այդ ինչու զեսը շոշափելի չի ավելի շատ մեր համար ներքին կարգախոսա կամ նպատակա որով փորձում ենք օրինակ մեր ներքին ինչ որ քննարկում ավարտենք, այս ինչը հնարավոր է թե չէ հաճախորդի համար անել։ Մեր մոտ ամենա հայտնին այդ արտադրության գրողը տեխնիկական տնօրենն է, բոլորն են շատ ասում, բայց իր դեպքում օրինակ երբ որ ասում են հնարավոր է սենց մի հատ ծրագիր, որ միացնենք Canva-ին, որ Canva-ը ինչ տոկոսը բարձրացնի, հոսքագիծը կներեք ու կարողանա ասենք նաև այս process-ը ավտոմատ անի։ Ինքս գիտի մի անգամ ասում եմ ինչ ուզես, հետո սկսում եմ լուծում եմ անգալ։ Հայկաս բեզատ կազ կարելի դնել այդ ֆիլոսոֆիայանը։ Այսինքն փորձում ենք մեր ներքին տրամադրվածությունը ու ուղղությունը ամեն ինչ կառուցենք նրա կողքը, որ եթե մի բանը անհնար չի այսօրվա աշխարհում, դա լինի հնար։ Եկեք դες ուրիշ ձև ասեմ, հա, օրինակ այս ոլորտում հիմա արդեն կամ տարբեր տեղեր աշխարհում կան ընկերություններ, որ փորձում են լոգիստիկ հարց լուծեն, որ մարդը բեռը պատվիրի, բեռը բերեն։ Մենք ընդհանրապես ոլորտին տես չենք մոտիկացել։ Մենք ի սկզբանե երբ որ նստած քննարկում ենք, ասում ենք որն է լավագույնը։ Մարդը մտածի ապրանքի մասին, այդ ապրանքը հայտնվի դիմացը։ Դա հնարավոր չէ, մտածի միտքը պետքա մի ձև փոխանցի։ Լավ, միտքը ոնց պետքա փոխանցի։ Սարքենք ամենահարմար ձևը, որ կարողանա գտնի խանութները խորտնանք եւ այլն։ Սրա որ ինքը մտնի նկարով, նկարը ցույց տա ու ստանա։ Այս հիմա ինչ որ ասում, թվում է շատ անչափելի, բայց սրա մասին մենք խոսացել ենք հարյուրավոր անգամներ մեր թիմով, թե ինչն է հնարավոր, որ մարդը մտածի ու ստանա, մտածի ունենա։ Okay, անվճար ապրանքները չեն տալիս, դրա համար գումար է պետք, լավ։ Տելեպորտ դեռ գոյություն չունի, ինչ որ ժամանակ սպասել է պետք։ Ուրիշ ինչ բարեր կա։ Ու տենց այդ գաղափարով, որ ամեն օր ինքնաթիռը թռնում է, Հայաստանում կա փոքր տեսականի, աշխարհում կա ամեն ինչ, հիմա ոնց ենք անում, որ Հայաստանում լինի ամեն ինչ։ Ու դրա շուրջ ստեղծվել է այս ինչ որ կա։ Այս մի գաղափարի շուրջ մարդը մտածի, վերցնի, ստեղծվել է գլոբինգը։ Ու հիմա ամեն օր աշխատանք գնում է այդ ուղղությամբ։ Իսկ էլ ինչն է որ խոչընդոտ է, ոնց կարելի է լուծել, էլ ինչն է մարդկանց խանգարում։ Այդ սկզբի պահը ինձ թվում է շատերին հետաքրքիր է, լիքը մարդ է մեզ նայում, որ ուզում է սկսի բիզնես մտածում է դրա մասին, բայց հիմա կարես բացես ինչ գումարի մասին էր խոսքը, որ ընկերություն հիմնեցիք ու ոնց դա բան եղավ էլի, որովհետև շատերի համար դա անհաղթահարելի մի հատ դե ենթադրում է դուք ինքնաթիռ եք առել, դե ես ինքնաթիռի փող չունեմ, հետեւաբար այս գործը չեմ կարող անել էլի։ Չէ, դա մեծ գումարների մասին չի ընդհանրապես, ես ունեի մի ավելի փոքր բիզնես, որը զբաղվում է այգիների նախագծով եւ կառուցմամբ։ Ապա ուրիշ թեմա է։ Հա։ Ու նմանատիպ ինչ որ եկամուտներով։ Այսինքն դա ինչ որ տենց շոշափելի թվերի մասին չի խոսքը։ Մեկ էլ շները կերան ավտոյիդ ինչ որ մի մասը։ Դա այդտեղից է առաջին միտքն էր, հենց նոր Ամերիկայից վերադարձանք Հայաստան, կնոջս մեքենայի Corolla, Toyota Corolla, շները ճղեցին, նենց տեղ էին կապնում, քաղաքից դուրս էին կապնում, դարպաս չկար։ Շտոված է եղել։ Կատու էր պահկվել։ Ճապոնական ֆանո։ Կատու էր պահկվել ոնց որ թե այդ նկարը կա միջև, ու մի 8 վայրի շունչ Սենց նայում ենք ոնց են հոշոտում, պոկում լրիվ ճղրտում, շիթը կերած եւ այլն, ու այնտեղ այդ բանի օթորակիչի այդ ռադիատորներ, թե ինչ որ սենց մի հատ մաս էր, էլի, որը չեն կարող գտնենք։ Սերվիսում արժեր $450 եւ պետք էր սպասել 3.5 ամիս։ Օ, ես հիշում եմ հա այդ պերիոդը, Վրաստան գնաց, այդ էր Հայաստանը։ Վրաստանում ծանոթն էի, զանգեցի գնաց, ասաց 3 ամսում կարան բերեն $400-ով։ Մտա eBay տեսա $76։
Զանգեցի ընկերոջս, ասացի լավ, հիմա ոնց անենք էս, Դա պետք է էկողլներ։ հա։ Առնվազն։ Ուսից այդ միտքս միանշանակ այս շատ ակնհայտ բարձ էր, այսուհետև ինչով է պետք զբաղվել ամբողջ կյանքում։ Սավից հետ եղել է, բայց Դավիթն է Երբ որ այս մտածել։ խնդրեմը լրիվ լուծելի է աշխարհում։ Ոնց իմ մեքենայի վրա չարցակվեցին։ Մենք մի անգամ ունենք- Mercy Highline ավտոյի բանը եղել 500 եվրո էին ուզում դրամ։ Հիմա իրականում ունենք մի քանի պրեզենտացիա, տասնյակ, որտեղ դիզայները հետ նստած նկարում ենք ու տարբեր մտքերով երազում ենք, էլ ինչ կարա լինի։ Իսկ ոնց կարա մարդ ուղղակի մտնի մի տեղ, ասի ես ուզում եմ սա, վերցնի ու դուրս գա։ Ունենք 5 տարի առաջվա սիրուն սարքած drive-thru պրեզենտացիա, որտեղ մարդը արդեն պատվիրել է, ճանապարհին որոշում է drive-thru-ից ստանա ու միջև հասնելը փոխումա տեղը drive-thru-ից ստանում է։ Հիմա այդ նյութերը, հետարության դեպքում կարամ ցույց տամ 10 տարի առաջվա նկարած ֆուտուրիստիկ սրահ, որտեղ ինչ որ ապրանքներ են անցնում ենթադրենք էկրանի վրա, մարդը մտնում է, ասում է սա, հենց էկրանից վերցնում դուրս է գալիս։ Հիմա այս մտքերը կարող մի քիչ абսուրդ թվան, բայց այդ երազանքով ստեղծվել է այն ինչ որ կա։ Ասեմ drive-thru locker-ի ցանց, ստացման այս մեխանիզմ, մարդու ուզի իր մոտ տելեպորտից սկսած երազում ենք ինչն է կարելի սարքել։ Դրոնը Ինչը կար, հնարավոր է տվեցինք։ Դրոնը եղել է։ Դրոնը սպეციფიკա է, Ես մի եմ քիչ սպասում եմ։ դրոնը մի քիչ սպეციფիկա է, հետո Կարող է ճամփի հայկական ֆեն, չէ։ Գալիս։ Սոփեն անջատեն լարերը, այս Գլուխին Հայաստանի պատերել, Երևանի պայմանների համար դրոնը շատ սպეციფիկ կլներ, մանավանդ որ ինքը դեռ շատ տարածում աշխարհում էլ չունի։ Հա Amazon-ը ունես մի մեր- պահ ինչ որ փորձեց, բայց դա շուտ Թաղամասներում կոնկրետ։ Դե այնտեղ կոնկրետ բակ թաղամաս։ կա ամենտեղ չես գալիս այն քերից։ Ինքը ավելի շատ դեռ դրոնը շատ PR էֆեկտ ունի, քան թե հարցի լուծում։ Ինչքան շատ շարի մեջ ընկնեք, այդքան ավելի հետաքրքիր ինովացիոն մտքեր կցակեն, էլի։ Ես Լավ պրակտիկ հարց։ Մենք հիմա զրուցում ենք դարաշրջանում, որտեղ նոր iPhone-ա դուրս եկել, ու հիմա մարդիկ մտածում են, կարան վստահ iPhone պատվիրեն գլոբինգով։ Որովհետև վախերը բան են, էլի դա iPhone-ն է։ Իսկ ոչ միայն մտածում են, այլ այստեղ էլ չեն մտածում, որովհետև այնքան iPhone են պատվիրում գլոբինգով, որ Նորմալ չեմ կարծում հավեր շատ մեջը անհանգստություն Samsung չեն դնում, որովհետև այս շուտ պատմություններ կա, տենց են, որ մեկը պատվիրել է դատարկ տու փայք է, ինչ որ այսպես բաներ։ Պատկերացրեք ամենա երկարը տուփը մարդու ձեռը գլոբինգի որևէ process-ում անցկացնում է մի քանի վայրկյան։ Կարծեմ դա 10 վայրկյանից քիչ process է։ То есть դրանից երկար ուղղակի դեպք չկա, երբ որ մեկի ձեռքում մի ապրանք է մնում։ Ամեն ինչ է հոսքագծերով նենց է կառուցած, դա մեկ ընդունել կարող է լինի, կարող է ստուգել լինի, կարող է պտտել լինի, կարող մի հատ վերցնել դնել լինի, բայց ուրիշ process-ներ չկան, որտեղ մարդը որ չունենք տենց տենդենց, բայց դե մարդը ուզել բացի iPhone-ը, մեր մոտ չկա որևէ կետ, որտեղ կարա վերցնի այդ տուփը բացի։ Այդ տուփը մի շարժի մեջ է, միջև սպասում է հաճախորդի ստանալուն։ Okay։ Ու այնքան անվտանգ է, որ ինձ դժվար է նկարագրել ինչը, բայց պատկերացրեք 1000-ից ավել տեսախցիկ կա հսկող։ Հա։ Եթե չեմ սխալվում 1500-ից ավել նույնիսկ տեսախցիկ կա։ Լուվրում սկի չկա, Լուվրում Ոչ մի process-ում չկա այդ blind spot ասածը։ Իսկ դու paper գալիս դրած հաճախորդին սպասում ենք, այդ ժամանակ առնվազն 2 կամերայի հսկողության տակ է։ Դե լավ, ակին ոգերացիկ։ Ես ուզում եմ բոլոր մարդկանց անունից, ովքեր տենց հոբիներ ունեն, որովհետև ես էլ տենց շատ հոբիներ ունեմ, ու իսկականից էլի Հայաստանում այդ բաները մի թե չէ չկային, խոսք չկար դրանց մասին, էլի։ Հեծանիվով զբաղվելը ժամանակին կամ չգիտեմ, ինչ որ CD-ներ, բաներ, ասես։ Այդ հոբիստների բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ հնարավոր դարձրեցիք այդ ամենը որ գա։ Մենք էլ փոխադարձ հաստատ Պերիոդ կար, որ հոբիստներին, որոնցից մի մասն էլ մենք ենք, շնորհակալություն հայտնենք, որ ստիպեցին, միտքը տվեցին, հետո պահանջեցին այդ մարդիկ, նաև մենք այդ դերում երբեմն, որ կարողացանք ստեղծենք այն, ինչ որ երբ որ օրինակ ներկայացնում ես ղազախական շուկային, արդեն մարդիկ ասում են, այս ինչ լավ ձևավորված ծառայություն է, կամ ուզբեկական շուկային, այդ միանշանակ այդ երկրներում Ղազախստանում կա 14 ընկերություն ընդհանուր առմամբ։
Եվ գլոբինգը սպասարկման շուկայի մոտավորապես 74%։ Այդքանով մոնոպոլիստը եւ չէ։ Մարդիկ են։ Եվ հայ չէ։ ընդ որում կարծեմ մի քիչ ավելի մի 5% կարծեմ գլոբինգը նույնիսկ ավելի թանկ է, քան ստեղ այլ խաղացողները Ղազախստանում։ Կստացի, հա, մոռացանք ասենք, լիքը բան ստեղել գլոբինգից ենք պատվիրել։ Այս օրինակ, որ Նարեկը գնաց դերեց։ Ֆոնի լիքը բաներ, խաղալիքներ։ Հա, այսինքն մինչև քո գալը մենք գլոբինգը միշտ ստեղ է եղել։ Այս խիստ անհրաժեշտ բաները գլոբինգը վա պատվիրած կարմիր կնոպկա։ Արա, հա, էսի հա, այս բանը YouTube-ի բանը այնքան ենք նշել ենք, եկան մի հատ այնց նշել ենք այս YouTube-ի կոճակը։ Ապրեք, դե շատ լավ է, թող հայկականը տես մեր գործերին հաջողություն, հայկական բիզնեսի գործերին։ Ես էլ ուզում եմ մերսի ասեմ, ես վերջերս օգտվեցի massive drive-thru-ից ու այնց իսկական շատ հարմար է, էլի բան ես անում, մտնում ես մեքենայով, վերցնում ես ու մեքենայով առանց պարկովկա ման գալու, հիմնական բանը դա է, էլի, ինձ թվում է drive-thru-ն որ մտնի, դա հիմնականն է դառնալը, որտեվ այդ գնալ պարկովկա բան, մի խոսքով, այդ հարցը տենց ամբողջ Երևանի նույնիսկ վերջերս ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետքա պրոբկաների հարցը լուծի, տրաֆիկի հարցը լուծի, drive-thru-ն այդ լուծումներից մեկն է, այնց որ դա էլ շատ լավ է։ Շատ մերսի ձեզ։ Ձեզ մերսի։ Լոքերի ցանցն է։ Հավանաբար լոքերների ցանցն է հիմնական մեթոդը մնալու ու զարգանալու, որովհետև ցանցը շատ մեծ է։ Այս փոքր երկրի քաղաքի համար 160 լոկացիան նույնիսկ drive-thru մոտ գալու շատ անհրաժեշտություն չի լինում մարդկանց մոտ, ինքը ավելի շատ ցանկալի օպցիա է տարբերական մարդկանց համար, ովքեր ուզում են իրանք ստանան, բայց մեքենայից ճիշտն են, մի հատ էլ զուգահեռ թարմ սուրճ տանք։ Հա, կամ տան մոտ պետք է լինի, հա, լոքեր կամ պետք է տես drive-thru լինի, որ ոչ եմ կարևորը մի ստիպեք պարկովկա անել։ Ավելի շատ ինքը այդ ինչ ուզեսի շրջանակում է։ Ինքը շատ դրա դրսևորումն է, էլի։ Ու ինչի շատ դյումը տարանք, տենց հարցումներ ենք անում։ Ինչի շատ ցանկությունը ստացանք, ապա փորձելու ենք իրագործենք։ Շատի նկատներով թե շատ անգամ զգացինք ընդամենը ինչ որ մի փոքր զանգված 1-2 մարդ չէ, մի քանի հոգի իրական դրա կարիքը զգում են, փորձելու ենք իրականացնել։ Մերսի։ Շնորհակալություն։ Բարեկամներ, Դավիթ Հարությունյանն էր մեր հյուրը Գլոբինգի տնօրեն հիմնադիր, իսկ դուք մնացեք մեզ հետ, կոմենտներ գրեք, լայքեք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Տարին վերջացավ։